այս պատմությունը հաստատ ձեզ շոկի կենթարկի։ 44-օրյա պատերազմի ժամանակ 4 հրանոթներից դե 20-ներից 4-ն էլ վնասված էին, որովհետև ադրբեջանական զինուժը օգտագործել էր անօդաչու թռչող սարքեր եւ վնասել էր տեխնիկան։ 4-ից 3-ը չէին աշխատում էր միայն մեկը։ Մի երիտասարդ որոշում է, որ պետք է խորամանկ լուծում գտնի այս ամենին։ Եվ վերցնում է բահի վրա ավելացնում է 3 հատ 5 լիտրանոց ջրի շշեր դատարկ, դրան վրան ավելացնում է փայտ, հետո դնում է սաղավարտը եւ հագուստը հագցնում այս մարդուկի վրա, ստեղծելով զինվորի կերպարով մուլյաժ։ Եվ մուլյաժը տեղադրում է արդեն վնասված եւ չգործող մարտական խնդիր չկատարող հրանոթի դիմաց։ Եվ դիմաց է քաշում նաեւ այն պարանը, որի միջոցով քաշում են հրանոթը եւ արկա արձակվում է դեպի Ադրբեջան։ Ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքի օպերատորը տեսնելով, որ այս հրանոթի դիմաց մարդ կա եւ տեսնելով, որ այս տարածքից դեպի Ադրբեջան գնում են արկեր, մտածում է, որ հենց այս հրանոթն է, որը որ աշխատում է եւ մի քանի 100,000 դոլարանոց անօդաչու թռչող սարքը ուղարկում է դեպի այս արդեն չաշխատող հրանոթի վրա։ Այս մարդուկը սուդեն է գնում, ծրվում է, կոտրվում է, փշրվում է, միևնույն ժամանակ հենց հարևանությամբ գտնվող միակ գործող հրանոթից երիտասարդները շարունակում են մարդ վարել եւ արկեր ուղարկել Ադրբեջան։ Այս պատմությունը շատ քչերը գիտեն, այս պատմությունը գիտեն միայն ովքեր որ ներկա են եղել այդ դեպքերի ժամանակ։ Եվ այդ երիտասարդը ես եմ։